Ողջույն Օրագիր Նյուզի սիրելի հետևորդներ, եթերում ըստեյությանն է մեր տաղավարում այսօր հյուրընկալել ենք Հայոց աշխարհազոր ռազմաքաղաքական միավորման ղեկավար Պահեստազորի գնդապետ Ալբերտ Բազյանին։ Բարև ձեզ, պարոն Բազյան, շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերքի համար։ Սիրով։ Պարոն Բազյան, Նիկոլ Փաշինյանը այսօր եւս մեկ անգամ հաստատեց, որ իր ցուցումով է Ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրենը ազատման դիմում գրել, քանի որ այսպես ասած համարձակվել էր ԱՄՆ փոխնախագահ Վենսին նվիրել Արցախի պատմության մասին գիրք։ Ինչու է Արցախը Հայաստանը եւ վերջ բղավող Նիկոլ Փաշինյանն այսօր այդչափ վախենում նույնիսկ Արցախի պատմությունից եւ փորձում փակել Արցախի թեման։ Եթե հիշում եք 2018 թվականին Նիկոլը մեր ժողովրդին ստահոդ խոստումներ տալով Գառնանը եկավ իշխանության եւ 19 թվականին գնաց Արցախ ու իր ճղճղան ձայնով բացականչեց տեղի հանրության հետ հանդիման ժամանակ։ Արցախն Հայաստան է եւ վերջ, սրելով իրավիճակը եւ առիթ տալով Ադրբեջանին սկսելու պատերազմ։ Նիկոլը դադարեցրեց Արցախի արծի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը, դիտավորյալ սրեց իրավիճակը, հրահրեց պատերազմ եւ լինելով հայկական զինված ուժերի գլխավոր հրամանատար, այնպես արեց, որ մենք պարտվենք ու ինքը Արցախն հանձնի Թուրքին։ Իր նպատակն էր Արցախից ազատվելը։ Նիկոլը որպես լրագրող ժամանակին միշտ Արցախն համարում էր բեռ Հայաստանի վրա։ Արցախը մեր հայրենիքի մի հատվածն է։ Արցախը պատվար է Հայաստանի համար։ Արցախի մելիքությունները Իրանի տիրապետության ներքո գտնվում են կիսանկախ վիճակում, ունեին ներքին ինքնավարություն եւ որոշակի քանակի զորաբանակներ պահելու հնարավորություն։ Եվ Նիկոլը տարի առաջ նաեւ մոտավորապես չեմ հիշում ինչքան հայտարարում էր, որ մեր հայրենիքը Հայաստանի Հանրապետությունն է, բայց մեր պետությունը դարեր շարունակ եղել է Օսմանյան կայսրությունը։ Նիկոլն այնքան տգետ է, որ տեղյակ չի, որ ներկայիս Հայաստանը Արցախի եւ Նախիջևանի հետ միասին եղել է Իրանի տիրապետության ներքո, ոչ թե Օսմանյան կայսրության տիրապետության ներքո։ Իսկ Օսմանյան կայսրությունը դա թուրքական պետություն էր, որն իրականացրել է ցեղասպանություն հայերի հանդեպ եւ տիրացել է ամբողջ արևմտյան Հայաստանին, մեր հայրենիքի մի մեծ հատվածին։ Նիկոլը անընդհատ ուրեմն վախենում է իշխանությունը կորցնելուց, որովհետև նա քաջատեղյակ է ինչ է լինելու իր հետ իշխանությունը կորցնելուց հետո։ Նա գնալու է եւ ենթարկվելու է Հայաստանի Հանրապետության օրենքով սանված կարգով դատական պատասխանատվության։ Իսկ ինչ վերաբերում է կոնկրետ այդ դեպքին, ցեղասպանության հուշահամալիրում Վենսի այցելությանը եւ Տիկին Էդիտայի ուրեմն վարքագծին, ես ողջունում եմ Էդիտա Գզոյանի վարքագիծը, նա հայրենասեր անձնավորություն է, նվիրել է այո ցեղասպանության վերաբերյալ գրքեր Վենսին, ինչպես նաև Բաքվի ջարդերի, Սումգայիթի ջարդերի վերաբերյալ գիրք է նվիրել, Արցախյան ուրեմն ազատամարտի վերաբերյալ գիրք է նվիրել, իսկ Նիկոլ Փաշինյանը սարսափում է, երբ որ Արցախ բառը արտասանում են։ Նա ապօրինաբար շրջանցելով իր լիազորությունները աշխատանքից հրամայել է ազատել Էդիտա Գզոյանին։ Մենք հայտարարությամբ ենք հանդես եկել ի պաշտպանություն ոչ միայն Էդիտա Գզոյանի, այլ նաև բոլոր ապօրինաբար կալանավորված մեր քաղբանտարկյալների, ընդդիմադիր քաղաքական, հասարակական գործիչների, ռազմական գործիչների, ազատամարտիկների, ովքեր Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարի են դուրս եկել, հրահանգել է իր ենթակայության տակ գործող դատարանների միջոցով ապօրինի որոշումներով տանել նրանց կալանավորել։ Նիկոլ Փաշինյանը պայքարում է մեր ազգային արժեքների դեմ։ Նա պայքարում է հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ։ Նա ինքն է ուզում փոխել կաթողիկոսին, որի իրավունք ինքը չունի։ Եկեղեցին մեր սահմանադրությամբ անջատ է պետությունից։ Նիկոլն իրավունք չունի քիթը խոթելու եկեղեցու ներքին գործերի մեջ, կաթողիկոս փոխելու կամ հրամայելու կալանավորել հոգևորականների, արքեպիսկոպոսների, եպիսկոպոսների։ Նիկոլը իր վարքագծով խափանեց փետրվարի կեսերին Ավստրիայում կայացված եպիսկոպոսատ ժողովը։ Այնտեղ պետք է լինեին Հայաստանից գնացած հոգևորականներ կաթողիկոսի գլխավորությամբ, բայց նրանք չկարողացան գնալ, որովհետև նրանց դեմ արգելանք էր դրված, Հայաստանից բացակայելու արգելանք էր դրված։ Նիկոլը հայտարարեց իբր թե ուզում են կաթողիկոսությունը եւ Էշմիածնի գանձերը
Հայաստանից դուրս տանել։ Նրա ուշք ու միտքը անդադ գանձերն են, պաշտոններն են, լափելն է, պերաշկի ուտելն է եւ այլն եւ այլն։ Պարոն Բազարյան, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ նոր սահմանադրությունում անկախության հռչակագրին հղում չի արվելու եւ նշել է, որ անկախության հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է։ Ինչպես կմեկնաբանեք նրա այս հայտարարությունը եւ որքանով է բարոյական, երբ Հայաստանի ղեկավարն է նման հայտարարությամբ հանդես գալիս։ Մենք ամաչում ենք, մենք մեզ վատ ենք զգում, մենք մեզ նվաստացած ենք զգում, որ մեր երկիրը, մեր պետությունն ու մեր ժողովրդին ներկայացնում է միջազգային հարաբերություններում Նիկոլ Փաշինյանի նման մեկը։ Նիկոլ Փաշինյանը, նորից եմ կրկնում, պայքարում է մեր ազգային արժեքների դեմ, հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ։ Նա ասում է մոռացեք պատմությունը, որ մենք ունեցել ենք մեծ հայք, որ մենք ունեցել ենք Մասիս Սար։ Նա հայտարարում է նաև, որ երբ որ ադրբեջանցիք Հայաստան ասում են արևմտյան Ադրբեջան, մենք վիրավորվում ենք։ Բա որ մենք էլ ասում ենք արևմտյան Հայաստան, թուրքերը կվիրավորվեն։ Այդպիսի վարքագիծ է նա դրսևորում Նիկոլ Փաշինյանը։ Նրա բոլոր գործունեությունները հրահանգված են Ալիևի եւ Էրդողանի կողմից։ Նիկոլի Պոչը Ալիևի եւ Էրդողանի ոտքի տակ է։ Նա կատարում է Ալիևի եւ Էրդողանի բոլոր պահանջները։ Եթե այս տարվա գարնանը ընդդիմադիր առողջ ազգային քաղաքական ուժերը ըստ գաղափարական ընդհանրությունների չմիավորվեն եւ մայիսի վերջը մինչեւ ոտքի չանեն մեր ժողովրդին ու չկազմակերպեն աննազանդություն այսօրվա ապազգային թրքամետ իշխանությանը եւ պարտադրեն հեռանալ Նիկոլ Փաշինյանին ու իր կառավարությանը, ուրեմն այդ ժամանակ Նիկոլը եթե վերցրեց մեծամասնություն, Հայաստանը վերածելու է ադրբեջանա-թուրքական վիլայեթի։ Եվ պարոն Բազարյան, խոսենք նաև այսօր բանակի վիճակի մասին, ձեր գնահատմամբ ինչ վիճակում է այսօր հայկական բանակը եւ բարոյահոգեբանական եւ կազմակերպչական առումով։ Նիկոլը կոտրել է հայ ժողովրդի ոգին, կոտրել է մեր դիմադրողական, մեր աղթական ոգին։ Նիկոլը կազմաքանդել է հայոց բանակը, վաստակաշատ զինվորականների եւ ազատամարտիկների վրա հանձնարարել է հարուցել շինծ ու քրեական գործեր ու տանել նրանց կալանավորել։ Գրասենյակային աշխատողներին նշանակել է բանակում շատ պատասխանատու պաշտոնների։ Եվ այսօր մեր բանակի վիճակը ցավալի է, լավ չի մեր բանակի վիճակը, որովհետեւ կրկնում եմ, բանակում այնպիսի մարդիկ են այսօր ղեկավար կարևորագույն պաշտոններում պաշտոնավարում, որոնք իրականում ինչպես Նիկոլը չեն ծառայել բանակում եւ ոչինչ չեն հասկանում ոչ բանակից, ոչ էլ պատերազմից։ Նիկոլի դիվանագիտությունը մեր չի աշխատել։ 44 հրա պատերազմ մենք մենակ ենք այդ պատերազմի ընթացքում, իսկ Ադրբեջանը ուներ հզոր դաշնակիցներ, իրենց ցեղակիցներ Թուրքիան, որի սպայական կազմը նատոյական դասընթացներով անցած ղեկավարում էր այդ պատերազմը։ Թուրքիան մատակարարում էր նաև Ադրբեջանին ռազմական տեխնիկա, այսպես կոչված բայրակթարներ, անօդաչուներ եւ այլն։ Ադրբեջանին 44 հրա պատերազմում օգնում էր նաև Իսրայելը իր հետախուզական ռազմական տեխնիկայով։ Այդ թվում նաև Պակիստանը, որը մինչև օրս Հայաստանը չի ճանաչել որպես անկախ պետություն։ Մեր դիվանագիտությունը չէր աշխատել։ Մենք մենակ ենք այդ պատերազմի ընթացքում։ Մենք կարող ենք, եթե իրականում ճիշտ դիվանագիտություն վարվեր եւ ճիշտ ուրեմն ռազմաքաղաքական գործընկերներ ունենայինք, արտաքին ռազմաքաղաքական գործընկերներ, մեզ կարող էր աջակցել Իրանը, որի հետ մեր ուրեմն համընկնում են մեր շահերը, Հնդկաստանը այդ թվում նաեւ Ռուսաստանի Դաշնությունը, որը ՀԱՊԿ-ի գլխավոր դերակատարն է, իսկ մենք ՀԱՊԿ-ի անդամ երկիր ենք, այդ թվում նաեւ Հունաստանը, որը լարված հարաբերություններ ունի Թուրքիայի հետ, ուրեմն Կիպրոսի հարցով, իսկ ինչ վերաբերում է կոնկրետ արևմուտքին, Իսրայելը արևմուտքի դաշնակիցն է, ԱՄՆ-ի հովանավորյալն է Իսրայելը, եւ այսօր Իսրայելն ու ԱՄՆ-ը, Ամերիկայի Միացյալ Նահանգները ապօրինաբար հարձակվել են Իրանի վրա։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյան իր վերջի ասուլիսում հայտարարեց, որ աշխատանքից ազատվելու են ՊՆԱ-ին աշխատակիցները, որոնց երեխաները ունեն այլ երկրի քաղաքացիություն նաև։ Եվ ըստ շրջանառվող լուրերի արդեն բազմաթիվ նման աշխատակիցներ ազատվել են աշխատանքից եւ մարդիկ, ովքեր հրաժարվում են դիմում գրել, ուղղակի լուծում են այլ տարբերակով, հաստիքն են կրճատում։ Դուք ինչպես եք վերաբերվում Պաշտպանության նախարարության նման լուրջ կառույցում այս իրավիճակին։ Բնականաբար շատ բացասաբար
մեր ժողովուրդը ստիպված արտագաղթել է Հայաստանից, ցեղասպանության է ենթարկվել եւ աշխարհով մեկ սփռվել են մեր հայրենակիցները, աշխարհի գրեթե բոլոր երկրներում մեր հայրենակիցների ընդամենը 1/3-ն է ապրում Հայաստանում, մոտավորապես 3 միլիոնի չափ, կոնկրետ թիվը չգիտեմ, բայց դրսում 2 անգամ ավել մեր ազգակիցներն են ապրում եւ շատ մեր հայրենակիցներ ունեն երկքաղաքացիություն, Հայաստանի քաղաքացիություն եւ նաեւ տվյալ երկրի քաղաքացիություն, եւ Նիկոլ Փաշինյանը շատ հայրենանվեր հայ գործիչների, սփյուռքահայերի արգելել են նրանց մուտքը Հայաստան, որովհետեւ իր դեմ ցույցեր եւ բողոքի միջոցառումներ են կազմակերպել տարբեր երկրներում։ Նա նորից եմ կրկնում, մեզ ուզում է խառնել թուրքերի հետ, նա պահանջում է կատարում է Ալիևի բոլոր պահանջները, նրանք անդադ վախեցնում են մեր ժողովրդին, որ նոր պատերազմ կլինի, եթե մենք Արցախ բառը արտասանենք, եկեղեցում, երբ որ արարողություն է եղել, Արցախ բառը են ասել, Նիկոլը հայտարարում է, որ դա պատերազմի կոչ է, Արցախ բառ մի արտասանեք, իրենց համար Արցախը գոյություն չունի, իրենց համար դա Ղարաբաղ է, որը, ասենք, Ադրբեջանն է եւ վերջ։ Սփյուռքահայերի այն մեր հայրենակիցներին, ովքեր ունեն Հայաստանի քաղաքացիություն, հետագայում սահմանադրական փոփոխությունները պետք է նրանց թույլ տալ նաև մասնակցելու Հայաստանի ազգային ժողովի ընտրություններին եւ մասնակիցը դառնալու հայրենի կառավարության ղեկավարմանը։ Ինչպես Իսրայելում է, հրեաները հայերի նման տարբեր երկրներում ուրեմն սփռված են, բայց տարբեր երկրների հրեաներ աշխատում են հրեական պետության համար։ Ձեր կարծիքով պետությունն այսօր բավարար չափով օգտագործում է պահեստազորի ներուժը եւ կարեւորում է նրանց դերը։ Բացարձակապես ոչ։ Այսօր Հայաստանի պաշտպանության նախարարությունում ես արդեն ասացի, որ դիլետանտներ են նստած, դա մեկ, երկրորդը մի շարք ազատամարտիկների ապօրինաբար Նիկոլը հանձնարարել է շինծու քրեական գործեր հարուցել նրանց վրա եւ կալանավորել, անդիմադիր ազատամարտիկներ, այդ թվում նաեւ զինվորականների, պաշտոններ, գնդապետի կոչում ունեցող զինվորականներ կան կալանավորված, տարբեր կոչումներ ունեցող զինվորականներ, նախկին զինվորականներ, այսօր պահեստազորի զինվորականներ կան ապօրինաբար կալանավորված են։ Բերդերում արդեն տեղ չկա, անընդհատ դատական պրոցեսներ են տեղի ունենում, ու Հայաստանում չկա իրական արդարադատություն, չկա օրենքի գերակայություն, չկա քաղաքացիների իրավահավասարություն։ Նիկոլը հայտարարում է. ձեզ կտանեմ կլցնեմ KGB-ի պատվալը։ Ես բազմիցս եմ ասել, ինչ իրավունք ունես դու մարդկանց տանես լցես KGB-ի պատվալը, կա դատարան, մենք կոչվում ենք սահմանադրությամբ իրավական պետություն ենք, բայց նա հայտարարում է Հայաստանում կարող է լինել դատավոր, որի ասածը չանի, այսինքն ինքը պարզ բացահայտում է, որ ինքը հրահանգում է դատավորներին, որ ում կալանավորեն, ում ինչքան տնային կալանք տան, ում ազատ արձակեն, ում ոչ, այդպիսի վարքագիծ է դրսևորում իրեն պատկերացնելով բռնապետի դերում, իսկ մենք տեղյակ ենք, բոլոր բռնապետները բոլոր երկրներում վատ են վերջացրել, Նիկոլ Փաշինյանը ենթարկվելու է Հայաստանի Հանրապետության եւ իր գաղափարակից ու թիմակից պաշտոնյաները ենթարկվելու են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սանված կարգով դատական պատասխանատվության։ Դուք խոսում եք քաղաքական հետապնդումների մասին, սակայն արդարադատության նախարարը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան։ Ստում է լկտիաբար արդարադատության նախարարը, բազմաթիվ քաղբանտարկյալներ կան Հայաստանում, դրանցից մեկն էլ ես եմ եղել, հիմա իմ հանդեպ քրեական գործը չի կարճվել, ամեն չորեքշաբթի դատական գործընթաց է տեղի ունենում եւ ես իրավունք չունեմ Հայաստանից բացակայելու, որովհետեւ այնտեղ գրում են, որ նա կարող է փախնել, լքել Հայաստանը եւ խուսափել պատասխանատվությունից։ Իսկ գործը, որին վրա հարուցել են, իբրև թե 7 թոկով հանրավաքի օրը մենք պետք է բարձրանայինք կառավարության շենք, այդպես է գրած մեղադրանքում։ Ֆիզիկապես ոչնչացնեինք Նիկոլին ու բռնազավթեինք իշխանությունը։ Ես դատական process-ի ընթացքում դատավորին հարց եմ տվել, ինչ է նշանակում ֆիզիկապես ոչնչացնել, ցնդեց Նիկոլը, թե դիակ դարձավ։ Մենք բացարձակապես նպատակ չունենք ֆիզիկապես ոչնչացնելու Նիկոլին, որովհետև ԿՊ-ն ունի ազգային ժողովում մեծամասնություն, Նիկոլին կդարձնեն նահատակ, կտանեն արքով փարքով գուղարկավորեն, մի հատ էլ արձան կանգնացնեն վրեն, որի փրթե նա
ժողովրդավարություն է բերել Հայաստանում եւ ապօրինաբար նրան սպանել են ու այսպես կշարունակեն իրենց ապազգային քաղաքականությունը կպահեն իշխանությունը։ Դրա համար Նիկոլը ոնց որ եկել է փողոցով էլ պետք է գնա։ Պետք է համոզել մեր ժողովրդին ոտքի կանգնել մինչև այս տարվա մայիսի վերջը եւ պարտադրել Նիկոլի հեռացումն ու իր կառավարության լուծարումը։ Ինչպես պետք է համոզել հանրությանը, քանի որ բազմաթիվ նման փորձեր են եղել, որոնք ձախողել են եւ հանրությունը այսօր չունի վստահություն ոչ ընդդիմության նկատմամբ, ոչ իշխանության Այդ նկատմամբ։ փորձերը հապճեպ են եղել առանց լուրջ նախապատրաստությունների եւ նաեւ կան որոշակի, ասենք, մարդկանց մոտ տրամադրություններ, այդ բոլոր ուրեմն փորձերը կապիտուլյացիայից հետո Զարթնիկ Լաոմերնեմ քզին նախկին իշխանությունները Ռոբերտ Քոչարյանի Հայաստան դաշինքներ, Սերժ Կասկանի պատիվ ունեմ դաշինքը փորձեցին Նիկոլից ազատվել։ Նիկոլը մի 2-3 օր թաքնվել էր բունկերում, հետո դուրս եկավ եւ ոստիկանական ստորաբաժանումներին կազմակերպեց, ցրեց այդ շարժումը, վերջացավ այդ շարժումը։ Սկսեցին Սրբազան Բագրատ Սրբազանը իր շարժումը որ սկսեց, ես տնային կալանքի մեջ չէի կարող նրան որևէ բան հուշել։ Նրա մոտ կային քաղաքական գործիչներ։ Բագրատ Սրբազանը ոգերված ժողովրդի քանակից մոտ 70,000 մարդ էր հավաքվել մայիսի 9-ին ազատության հրապարակում։ Հայտարարեց՝ մի ժամ ժամանակ ենք տալիս, որ Նիկոլը հրաժարական տա։ Բնականաբար Նիկոլը հրաժարական չէր տալու։ Կես ժամ էլ ենք ավելացնում, որ հրաժարական չկա։ Գնում ենք падգամավորների հետ բանակցենք, որ Նիկոլի անվստահության հարցը քննարկվի ազգային ժողովում։ Ազգային ժողովում Նիկոլն ունի բացահայտ մեծամասնություն եւ նրանք անվստահություն չեն հայտնի, իմպիչմենտի չեն ենթարկի իրենց կողմից ընտրված վարչապետին։ Այդքան ժողովուրդը որ հավաքվել էր, պետք է ասել կանգնում ենք մինչև լույս, չենք թողնում Նիկոլին մտնի կառավարության շենք։ Վերցնում ենք ոտու ձեռ ենք անում, տանում ենք գցում ենք KGB-ի պատվալը, ոնց որ Նիկոլն էր ասում, որովհետեւ իր ոստիկանները Եռաբլուրում զոհվածների մայրերին, հարազատներին, կին արմատներին ոտու ձեռ էին անում, տանում էին գցում էին մեքենաները եւ բերման էին ենթարկում, որովհետեւ նրանք բողոքում էին ուրեմն Նիկոլի դեմ, որ այդ պատերազմը մեզ տարավ համապատրաստից պատերազմի, տարավ պարտության, բազմաթիվ անայդ կորած զինվորներ ունենք, սպանված հազարավոր 5000-ից ավելի սպանված զինվորներ ունենք եւ մի քանի հազար էլ նաեւ վիրավորվածներ ու պարտված երկիր ենք դարձել։ Մենք հաղթական ժողովրդից դարձել ենք պարտված ժողովուրդ, մենք հպարտ էինք, հաղթել էինք առաջի Արցախյան պատերազմում, ազատագրել էինք Արցախն ու շրջակա տարածքները եւ մինչեւ Նիկոլի գալը Հայաստանն ու Արցախը միասին կազմում էին ավելի քան 42000 քառակուսի կիլոմետր տարածք։ Այսօր Նիկոլը հայտարարում է Հայաստանի տարածքը ընդամենը 29740 քառակուսի կիլոմետր է։ Նիկոլն այնքան տգետ է, որ կամ կեղծում է, տեղյակ չի, որ Հայաստանի տարածքը, երբ որ Խորհրդային Միությունից Հայաստանը անջատվեց, ուղիղ 29800 քառակուսի կիլոմետր էր, իսկ այդ 60 քառակուսի կիլոմետր տարածքը ռազմավարական նշանակության դիրքեր եւ բարձունքներ են, որտեղ 44-րդ պատերազմի մեր պարտության հետևանքով ադրբեջանցի զինվորականները եկել են դիրքավորվել են կրակի տակ պահելով բոլոր արևելյան մեր բնակավայրերն ու ճանապարհները Սյունիքից մինչև Աշոտսկ։ Պարոն Բազյան, մոտենում են խորհրդարանական ընտրությունները։ Այո։ Օրերս Հայաստան դաշինքը հայտարարեց, որ իր վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, շատերը պնդում են, որ Քոչարյանը առաջնորդելով Հայաստան դաշինքը այս կերպ օգնելու է Փաշինյանին ընտրություններում վերարտադրվել, որոշ մասն նշում է, որ կխանգարի։ Դուք ինչ կարծիք ունեք այս հարցում, որն է ձեր տեսակետը։ Ռոբերտ Քոչարյանը իշխանությունից հեռացել է 2008 թվականին։ Անցել է արդեն 16 տարի։ Նա նորից նույն գոռոզությամբ, նոր մեծամտությամբ հայտարարում է, խոսում է եւ այլն։ Ինքը ունի իր գաղափարակից, ասենք, կուսակից ընկերները, թող պայքարեն Նիկոլ Փաշինյանի դեմ, բայց Ռոբերտ Քոչարյանը չի կարող նորից ընտրվել, դա իմ անձնական կարծիքն է, պետության վարչապետ։ Նոր մարդ պետք է լինի։ Կան երիտասարդ, գեղեցիկ, տեսքով, գրագետ հայրենակիցներ, հայ ժողովրդի մեջ կգտնվեն 100-ից ավելի մարդիկ, քաղաքացիներ, քաղաքական գործիչներ, ովքեր կլինեն ավելի տեսքով, ավելի հայրենասեր ու ավելի լավ կղեկավարեն մեր պետությունը, քան Նիկոլ Փաշինյանն է։ Թող չասեն Նիկոլը չէ, բա ով։
Նիկոլը չէ Արման Թաթոյանը, Նիկոլը չէ Սամվել Կարապետյանը, Նիկոլը չէ էլի մարդիկ կան, էլի կարան մարդկանց անուններ թվարկել ու նորից եմ կրկնում, ընդդիմադիր առողջ ազգային քաղաքական ուժերը պետք է նստեն բանակցությունների, պայմանավորվեն միմյանց դեմ չպայքարել քարոզարշավի ընթացքում, թիրախ ընտրել միայն քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը եւ վերցնեն մեծամասն ազգային ժողովում ու հեռացնեն այս ապազգային իշխանությանը։ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Թրամփի ուղին մեր անվտանգության երաշխիքն է։ Եվ հիմա խաղաղության դարաշրջանը այսպես դուք այս մասին ինչ կասեք, կիսում եք Փաշինյանի այդ հայտարարությունները։ Նախ մինչև Նիկոլի գալը խաղաղություն էր, պատերազմ չկար մինչև Նիկոլի գալը։ Նիկոլ Փաշինյանը 18 թվականի ապրիլին եկավ իշխանության, 20 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանն արդեն հարձակվեց Հայաստանի վրա։ Նիկոլը բերեց պատերազմ։ Նիկոլը իր վարքագծով, ես արդեն ասացի, նա տապալեց Արցախի հարցի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը, ընթանում էին բանակցություններ Արցախի հարցի վերաբերյալ։ Կարող ենք մենք որոշակի զիջումներով ենթադրենք վերադարձում մեր Աղդամը, Քարվաճառը շրջանները, այնտեղ Ֆիզուլի, Զանգելան, Ջեբրայել 5 շրջանները վերադարձում էր, բանը Բերձորով Արցախը մնում էր Հայաստանին կպած եւ ընթանում էին բանակցություններ Արցախի հետագա կարգավիճակի վերաբերյալ, շարունակվում էին բանակցությունները։ Չէր լինելու պատերազմ, եթե մենք գնայինք փոխզիջումների, բայց Նիկոլը դիտավորյալ այդպիսի վարքագիծ դրսևորեց, նա բերեց պատերազմ մեր գլխին, հիմա էլ ասում է խաղաղություն են բերել։ Ինչու տարակ մեր ժողովրդին պատերազմի, որ հիմա էլ վախեցնում եք անդադ նոր պատերազմով, նախկինները ռևանշիստներ են, եթե կան պատերազմ կլինի, խաղաղություն ենք բերել, խաղաղություն ենք բերել։ Նորից եմ շեշտում, սիրելի հայրենակիցներ, ոչ մի խաղաղության համաձայնագիր էլ Վաշինգտոնում ստորագրված չի, ընդամենը նախաստորագրված է մի փաստաթուղթ, որը որևէ իրավական ուժ չունի, որովհետև խաղաղություն լիարժեք ունենալու համար մենք պետք է կատարենք Ալիևի բազմաթիվ պահանջներ, այսինքն 300,000 ադրբեջանցիներ պետք է գան վերաբնակեցվեն Հայաստանում, ադրբեջաներենը պետք է դառնա Հայաստանում երկրորդ պետական լեզու, մենք պետք է նրանց վերադարձնենք այսպես կոչված անկլավները, մենք պետք է նրանց տրամադրենք Չակերտներում Զանգեզուրի միջանցքը եւ Ալիևը հայտարարում է Զանգեզուրի միջանցքով դեպի Ադրբեջանից դեպի Նախիջևան, այնտեղից էլ դեպի Թուրքիա եւ հակառակը ուղևորա փոխադրումներ եւ բեռնափոխադրումներ իրականացնելու ժամանակ որևէ հայ զինվորի, հայ սահմանապահի կամ հայ մաքսային ծառայողի մենք չպետք է հանդիպենք, այսինքն մեր ինքնիշխան տարածքը Ալիևը ենթադրում է, որ դա Ադրբեջան է։ Պարոն Բազյան, Սասուն Միքայելյանն ասում է, որ ինքը սահման է պահում, անվտանգության հետ ինչ գործ ունի։ Անվտանգությունը չի սկսում սահմանից։ Անվտանգությունը ապահովում է բանակը։ Մեր պետության, մեր ժողովրդի անվտանգության ապահովման գլխավոր երաշխավորը մեր բանակն է։ Նաև որոշակիորեն նաև ազգային անվտանգության ծառայությունը։ Ես կանդրադառնամ Սասունին։ Ազգային անվտանգության ծառայությունը կոչված է իրականացնելու պետության անվտանգությունը, ՊԱԿ առաջ պետական անվտանգության կոմիտե, պետության անվտանգությունը, ունենա արտաքին հետախուզություն, արտաքին վտանգների գնահատում եւ համապատասխան անվտանգային միջոցների իրականացում։ Սակայն այսօրվա մեր ազգային անվտանգության ծառայությունը դարձել է իշխանության ապահովման ծառայություն։ Նիկոլ Փաշինյանը ազգային անվտանգության քննիչներին է հանձնարարում քրեական գործեր հարուցել, ապօրինյա քրեական գործեր իր հակառակորդների վրա, ընդդիմադիր գործիչների վրա եւ տանել նրանց ապօրինաբար կալանավորել։ Ին վրա էլ քրեական գործ հարուցել ազգային անվտանգության ծառայության ոմն Պողոսյան ազգանունի հիշում ոմն մեկը հատուկ կարևորագույն այսպես կոչված հատուկ կարևորագույն գործերով քննիչ Սպարտակ Պողոսյանին վրա հարուցել քրեական գործ Նիկոլ Փաշինյանի վրա մահափորձ կազմակերպելու հոդվածով, որը բացարձակապես կեղծիք է, ու մենակ ես չեմ, մի խումբ ինձ հետ միասին ազատամարտիկներ, մի մասը կալանավորված են, մի մասն էլ գտնում են տնային կալանքի մեջ։ Սասուն Միքայելյանի վարքագիծը Սասուն Միքայելյանը քայլել է Նիկոլ Փաշինյանի հետ 18 թվականին, ի շնորհիվ դրա, երբ որ Նիկոլը դարձել է վարչապետ, ինքը կարողացել է դառնալ Երկրապահ կամավորականների միության նախագահ եւ ինքը տարիներ առաջ, եթե հիշում եք, հայտարարեց այս ապրիլյան հեղափոխությունը շատ ավելի կարեւոր էր, քան Արցախյան ազատամարտը։ Հետո երբ որ նրան հարց տվեցին լրագրողները, նա փորձում էր
խուսափել ճիշտ պատասխանից, ես այդպես չեմ ասել, այդ կերպ եմ ասել, բառացիորեն այդպես է ասել Սասուն Միքայելյանը։ Սասուն Միքայելյանի երկրապահական վարչությունը, ղեկավարությունը այսօր այս իշխանության հետ են։ Դրա համար մենք շարքային երկրապահներս որևէ առնչություն չունենք կամավորականների միության, որպես կազմակերպություն միության հետ։ Հազարավոր ազատամարտիկներ մեզ հետ են, կիսում են մեր մոտեցումներն ու գաղափարները, որ պետք է ազատվել ապազգային թրքամետ իշխանություններից։ Սասուն Միքայելյանը Նիկոլ Փաշինյանին զեկուցում էր. «Պարոն գլխավոր հրամանատար, այսպես այնպես եւ այլ եւ այլ»։ Դրա համար ես բացարձակապես մի քանի տարի է Սասուն Միքայելյանի հետ շփում չունեմ։ Ցավում եմ, որ այդպես է, իմ մարտական ընկերն է եղել, միասին եղել ենք Արցախում եւ այլ, շատ միջոցառումներում, բայց նրա վարքագիծը ինձ համար անընդունելի է։ Նրանք կուլ գնացին շահին։ Նժդեհը ժամանակին ասել է. բոլոր այն ժամանակահատվածներում, երբ որ մեր ժողովրդի մեջ գերակշռել են նյութապաշտները, մենք պարտություններ ենք կրել։ Իսկ այն ժամանակահատվածներում, երբ որ մեր մոտ գերակշռել են հայրենապաշտներն ու գաղափարապաշտները, մենք հաղթանակներ ենք տարել։ Այսօր ցավոք սրտի Հայաստանում գերակշռում են նյութապաշտները այս պահի դրությամբ, բայց կգան գաղափարապաշտներն ու հայրենապաշտների ժամանակը կգա։ Որևէ իշխանություն հավերժ չի կարող Նիկոլը հավերժ մնալ իշխանության։ Լևոն Տեր-Պետրոսյանը պաշտոնավարել է ընդամենը 6.5 տարի։ Սերժ Սարգսյանը 10 տարի, Ռոբերտ Քոչարյանը 10 տարի։ Իսկ Նիկոլը արդեն 8 տարի պաշտոնավարել է եւ ուզում է նաեւ եւս մի քանի տարի պաշտոնավարել, որը մենք թույլ չենք տալու։ Եվ պարոն Բազարյան, ամփոփելով զրույցը եւ խոսելով նորից ընտրությունների մասին, հնարավոր է ձեր գնահատմամբ Հայաստանում իշխանափոխություն անել ընտրություններով։ Արդյոք ներկայիս ընդդիմությունը ունի բավարար ռեսուրս եւ կազմակերպվածություն հեռացնելու Նիկոլ Փաշինյանին, երբ Փաշինյանը բացահայտ ունի արտաքին աջակցություն։ Նորմալ իրավիճակում, նորմալ իրավիճակներում իհարկե լավագույն տարբերակը արդար ազատ ընտրություններն են, ընտրությունների միջոցով իշխանափոխություն է տեղի ունենում։ Բայց քանի որ մենք գտնվում ենք ոչ նորմալ իրավիճակում, իշխանությունը ամեն ձևով փորձում է երկարաձգել իր կառավարությունը, ԿՊ-ն ամեն ձևով փորձում են երկարաձգել իրենց իշխանությունը, իսկ այդ խնդիրը լուծելու համար նրանք պետբյուջեից հսկայական միլիարդավոր գումարներ են դուրս գրում եւ պարգևավճարներ են բաժանում իրենց, որպեսզի շահագրգռեն մնան իշխանության։ Եթե քեշեք տարեմուտին պատգամավորներին 7-ից 8 միլիոն, փոխնախարարներին 5.5-ից 6 միլիոն Նիկոլ Փաշինյանը ստորագրել է եւ ինքն իրեն պարգևատրում որպես դուրս է գրել ու պետբյուջեից գրպանել 21 միլիոն դրամ, որը կազմում է մեկ թոշակառուի շուրջ 30 տարվա թոշակը։ Հիմա մի ուրիշ մախինացիա են անում, ապրիլի 1-ից որոշել են բարձրացնել թոշակները 10,000 դրամով, որպեսզի թոշակառուներին գրավեն դեպի իրենց։ Իսկ տարի առաջ Նիկոլը հայտարարում էր. թոշակառուների թոշակը 10,000 15,000 դրամով ավելացնենք, դա ոչինչ չի փոխել, միևնույնն է իրենք փողը ծախսելու ձևը չգիտեն, իսկ ԿՊ-ականները շատ լավ գիտեն փողը ծախսելու ձևը։ Պետբյուջեի մուտքերը ապահովելու համար թանկացրել են հողի հարկը, թանկացրել են գույքի հարկը, թանկացրել են նախպանության վարձավճարները, ջրի վարձավճարներն են թանկացրել եւ էլի ինչ-որ բաներ են թանկացրել, որպեսզի պետբյուջեի մուտքերը ապահովեն։ Դրանից զատ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ընթացքում մեր պետական պարտքը մոտարապես 8 միլիոն դոլարից 7-8 միլիոն դոլարից հասնել է 14.5 միլիոն դոլարի, շուրջ 15 միլիոն դոլարի, որի մեծ մասը պետական պարտքն է, իսկ արտաքին պետական պարտքի նկատի ունեմ, իսկ արտաքին պարտքը դա միջազգային վալյուտային ֆոնդից եւ համաշխարհային բանկից վերցրած պարտքերն են, որոնք վերցվում են տոկոսով։ Նրանք ի վիճակի չեն փակելու այդ պարտքերը։ Այդ տոկոսները մնալու են հաջորդ իշխանությունների, հաջորդ սերունդների վրա։ Այսինքն մեզ բոլորիս Նիկոլը դրել է պարտքի տակ, տոկոսի տակ է դրել բոլորիս։ Իսկ ինչ վերաբերում է ձեր հարցին, հնարավոր է եւ ընտրություններով է հնարավոր իշխանափոխություն իրականացնել եւ բնականաբար ժողովրդին ոտքի անելով ու մեծ շարժում կազմակերպելով, բողոքի հզոր միջոցառումներ կազմակերպելով պարտադրել նրանց հեռացումը։ Շնորհակալ եմ պարոն Բազարյան զրույցի համար։ Շնորհակալ եմ հրավերքի համար։ Սիրով։
Իմ հյուրն էր Հայոց աշխարհազորգ ռազմաքաղաքական միավորման ղեկավար, պահեստազորի գնդապետ Ալբերտ Բազեյանը։ Կհանդիպենք։